Շնորհակալություն, պարոն Վարդևանյան, ասացիք process-ը ընթանում, այս ինչքան հիշում եմ քարոզարշավի ընթացքում էլ եք ասում process-ը ընթանում, նաև սիրուն թայմեր ունեիք, այդ թայմերը էլի աշխատացրեք process-ի նաև ժամանակագրորեն հետևենք, հարցի համար Հայկ Ֆարմանյան։ Հարգելի պարոն Վարդևանյան, ձեզ որպես ինձ համար անվերապահ հեղինակություն հանդիսացող մարդու, իրավաբանի, քաղաքական գործի ունեմ հետևյալ հարցերը։ Վերջին 4 օրերի ընթացքում այս դահլիճում մենք ականատեսենք մի տրագիկոմեդիա իրենից ներկայացնող իրավիճակի։ Մեր օպոնենտները փորձում են մեզ մեղադրել այսպես կոչված արևմտյան Ադրբեջան կեղծ թեզերի իբրև թեորակարգ բերելու համար։ Ես խիստ զարմացած եմ, որ նրանք չեն մեղադրում օրինակ Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ղեկավարին, որի կողմից հրապարակված զեկույցում գրված է այդ մասին եւ որի մասին խոսել է նաեւ մեր խմբակցության ղեկավար պարոն Կարապետյանը։ Ես խիստ զարմացած եմ, որ մեր օպոնենտները չեն նկատում, որ ընդամենը 2 ամիս առաջ Նախիջևանում կազմակերպվել է Արևմտյան Ադրբեջան այդ կեղծ վերնագիրը կրող համաժողով, որին մասնակցել են Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահը, կրթության նախարարը եւ որը իդեպ հովանավորվում է ամենաբարձր պետական մակարդակով, մասնավորապես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից։ Եվ վերջապես ես խիստ զարմացած եմ, որ մեր իշխանությունների կողմից այդ զառանցանքներին կա 0 արձագանք, կրկնում եմ սիրելի ժողովուրդ, 0 արձագանք։ Հիմա հարցս հետեւյալն է, պարոն Վարդևանյան, ինչ եք կարծում որպես իրավաբան եւ որպես քաղաքական գործիչ։ Սա ինչ գործելավոճ է իշխանությունների կողմից։ Տարբերակ A. Ադրբեջանական շահերի սպասարկում, թե տարբերակ B. Վախից եւ թուլությունից դրդված խնդիրը չնկատելու քաղաքականություն։ Պատասխանեք, պարոն Վարդևանյան, բայց որպեսզի ձեր պատասխանի համար ավելի հեշտ լինի, ես ասեմ, որ իշխանությունների կողմից արձագանք կա ու եղել է ու հիմա էլ կա, նման բան չկա ու չի կարող լինել ձեր պատասխանի կոնտեքստը ամբողջացնելու համար։ Շնորհակալ եմ հարցի համար, խոսքի համար, պարոն Ֆարմանյան, առնվազն բայց ես կարծում եմ, որ տրագիկոմեդիա եզրույթից ես ձեռնպահ կմնայի, անկեղծ։ Երկրորդ հանգամանքը, այն որ տեսնում ենք, թե ինչ սպառնալիքներ կան մեր հանրապետության առջև, ակնհայտ է։ Դրա մասին խոսել են հենց ներկա իշխանությունների կողմից իդեպ ձևավորված մարմնի, որտեղ վկայակոչած մարմինը հենց ձևավորվել է այս ժամանակահատվածում, նախքան այն հանդիսանում էր ազգային անվտանգության ծառայության կառուցվածքում գտնվող մարմին։ Եվ այստեղ էլ իհարկե միգուցե այդ հարցը ես կարծում եմ նաև գործընկերներից էլ կբարձրաձայնեն, թե ընդհանրապես դա ճիշտ էր, թե ոչ։ Որովհետև օրինակ իմ կարծիքով, որպես ընդհանրապես իրավապահ մարմինների համակարգի հետ կապված որոշակի հետազոտություն ժամանակին իրականացրած անձ, կարծում եմ, որ այն պետք է շարունակեր մնալ ազգային անվտանգության ծառայության կառուցվածքի ներքո։ Այն, որ նշվածը ոչ միայն զուտ խոսույթ է, այլ սպառնալիք, ակնհայտ է։ Այն, որ դրա վերաբերյալ մենք առնվազն ներկայացրել ենք մի այնպիսի մոտեցում, որը կարող է ռիսկերը նվազեցնել։ Մենք դա անվանել էինք Հակա Սաֆարովյան օրենքի նախագիծ, ելնելով նաև նրանից, որ անունը նախաձեռնության գաղափարի, որը իդեպ ԱՄՆ մշակույթում է իրավական շատ ընդունված, որ կոնկրետ մի անվանում է հիշատակվում նախաձեռնության հետ, այն հայտնի ստահակի անունն էինք օգտագործել, որով նաև որոշակի իմաստով ընդգծում էինք, որ նշված անձը փաստացի խուսափել է նաև իրական պատասխանատվությունից։ Իսկ պատժի անխուսափելիության սկզբունքը իդեպ նաև ունիվերսալ բնույթ ունի, որը իդեպ ակնհայտորեն անհարգանքի է մատնվել, անարգվել է հարևան երկրի կողմից։ Բայց իդեպ այս պնդումը անելով վստահ եմ, որ բոլորի համար էլ ակնհայտ է, որ այն որևէ կերպ հակադրման մեջ չի մտնում խաղաղության օրակարգի հետ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ մեր դիրքորոշումն է դա, մեր ուժի դիրքորոշումն է դա, որ մեզ անհրաժեշտ է խաղաղություն։ Բայց միաժամանակ նաև կարծում եմ մեր խմբակցության ղեկավարի կողմից ներկայացված ելույթում նշված հարցի շատ կոնկրետ մեխանիզմը ներկայացվեց, շատ կոնկրետ։ Իդեպ, եթե կհնչի այսպես ասած հակադարձում, ի սկզբանե ասեմ, որ կանխենք հետագա դրա քննարկումը,
Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը ֆիզիկական անձանց մասով է սահմանափակում նախատեսում, բայց մենք գիտակցում ենք, չէ՞, որ նույն օրինակ անշարժ գույքի ավելի լայն իմաստով հատկապես հողերի, հողամասերի հետ կապված իրավաբանական անձինք կարող են նաև գործարքի կողմ հանդիսանալ, իրավաբանական անձանց կազմում կարող են հանդես գալ XY անձինք, այդ թվում թաքնված իրական շահառուի կեցվածքով։ Արձագանք։ Հարգելի պարոն Վարդևանյան, քանի որ մեզ հետևում են մեր հայրենակիցները, նախ տրագիկոմեդիա արտահայտությունը փորձեմ թարգմանել ժողովրդական լեզվով, չգիտես լաց ես թե ծիծաղ ես, մոտարապես այսպես փորձենք ժողովրդական լեզվով թարգմանենք, ուղղված մեզ մեղադրանքների մասին է խոսքը, օրակարգ բերելու համար այս հարցը, ես դա ի նկատի ունեի։ Ինչ վերաբերում է հակադարձելուն, ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի առաջին դեմքից երկրի կամ որևէ այլ պետական պաշտոնյայի կողմից չեմ լսել հոդաբաշխ նախադասություն առ այն, որ այդ թեզերը չեն կարող գոյություն ունենալ, որովհետև Հայաստանի տարածքում չկա Արևմտյան Ադրբեջան հասկացություն։ Եվ սրան զուգահեռ մեր օպոնենտները մեղադրում են մեզ այս հարց օրակարգ բերելու համար, խոսքը դրա մասին ընդհանրապես։ Եվ ես ձեզ խնդրում եմ, որպես եթե իհարկե ընտրվեք ազգային ժողովի նախագահի տեղակալ, ի պաշտոնե գոնե դուք որպես ժողովրդի կողմից մանդատ ստացած անձ, պարոն Վարդևանյան, այս խնդիրը բարձրացնեք ի պաշտոնե։ Ես առնվազն հետևյալ արձագանք կտայի, պարոն Ֆարմանյան, որ ինքնին այն փաստը, որ հարևան երկրի կողմից նման մեծ ֆինանսական միջոցներ ուղղվում են այդ գաղափարին, դրա շրջանակներում ներգրավված են լինում բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, դա վատ է։ Մենք խոսում ենք իրական խաղաղության մասին, չէ՞, ոչ թե կարծեցյալ, ոչ թե թղթի վրա, իրական խաղաղության, չէ՞։ Իդեպ իրական խաղաղության համար պետք է երկու կողմերի կամքի բացահայտում լինի։ Մեր քրեական իրավունքում գոյություն ունի հասկացություն սուբյեկտիվ կողմ, որը անձի, այսպես ասած, դիտավորության կողմն է փորձում բացահայտել։ Հիմա ուզում ենք հասկանալ սուբյեկտիվ կողմը, եթե փորձում ենք հասկանալ այդ երկրի, ինչի համար են դա անում։ Ինչի համար։ Արդյոք նշված հարցը պետք է մշտապես սուր, հերքողական, ժխտողական դիրքորոշման արժանանա միանշանակ։